Երբ հնչեց նշված բառը, որը չեմ ուզում կրկնել, հաշվի առեք, ես նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ բառամթերքը չեմ կրկնել, փոխարենը դիմել էի վարչական դատարան, նշվածի վերաբերյալ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու ամբողջ կուսակցության դեմ, ինչպես նաև դատախազություն էի հաղորդում ներկայացրել։ Հետևաբար ես գտնում եմ նշված արտահայտությունը կրկին կրկնելով միայն ավելի մեծ վնաս կպատճառեն։ Ես երբ այդ արտահայտությունը հնչեց, հենց այդ պահին նախագահողին Ռուբինյանին տեղեկացրեցի, որ պետք է ընդհատել այս խոսքը եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել, որը բայց չկիրառվեց։ Ավելին ասեմ, ես ճիշտն ասած հաշվի առնելով, որ մենք այսօր փոքր-ինչ ուշացումով մուտք գործեցինք նիստերի դալիճ, նաև առաջարկեցի, որ նիստը նախագահելու լիազորությունը ես իրացնեմ եւ արտահերթ ելույթ ունենամ։ Այսինքն չի էլ թաքցնում ինչի համար էի ասում, բայց բոլոր դեպքերում դրական պատասխան չստացա։ Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցող իրադարձություններին եւ դրան 3 հենց նախորդած իրադարձությանը հարց ու պատասխանի շրջանակներում։ Ես ուզում եմ հասկանալ, թե քանի տարի է դեռևս կամ միգուցե շաբաթներ, իհարկե դա ռոմանտիզմի տիրույթում, պահանջվելու է այս իշխանություններին, որ իրենք ի վերջո հասկանան, որ մի բան է քրեական գործ հարուցել, մի բան է դրա վերաբերյալ հաղորդագրությունը տարածել եւ ամեն կերպ կրկնել դա ազգային ժողովում, լրիվ այլ բան է խափանման միջոցը։ Լրիվ այլ բան է։ Դա ոչ մի առնչություն չունի պատժի հետ, դա ոչ մի առնչություն չունի քրեական արդարադատության վերջնարդյունքի հետ։ Քրեական գործ են հարուցել, հաղորդագրություն են տարածել, իդեպ կարծես թե հենց իրենք քողարկելու համար իրենց իսկ գործողությունները կրկնում էին, որ սրա մասին հենց իրենք, ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանին, իրենք դրա մասին չէ, որ շատ երկար ժամանակ տեղեկացված էին եւ այլն, բայց իբր ինքն է քննադատում, թե ինչի է հիմա այդ ամենը տեղի ունենում։ Իդեպ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված փաթեթը, երբ ուղարկել էին դատարան, այս բոլոր գույքերի հետ կապված հիշատակումը կար ազգային ժողովում, հենց իրենք էլ խոսում էին դրա մասին։ Եթե խնդիրը, ոնց իրենք են բնութագրում, իրավապահներն են, այսինքն Սրփուի Գալյանին նկատի ունեն, որովհետև Սրփուի Գալյանն էր գլխավոր դատախազի տեղակալը, ով այդ ամենը բացահայտել էր այդ ժամանակ։ Թե նկատի ունեն գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին, այսինքն որ խնդիրը որտեղ է։ Իդեպ ելույթում նաև հիշատակվեց մի դեպքի մասին, որտեղ ասում են դատավորը այնքան ձգեց, որ գնաց թոշակի։ Մի հատ կարակ հարցնեք, իսկ որ դատավորի մասին է խոսքը, կարող է պարզվի հենց իրենց իշխանության ժամանակ դատարանի նախագահի պաշտոն զբաղեցրած անձի մասին է խոսքը։ Այսինքն հենց իրենց կադրային քաղաքականության մասին է խոսքը։ Իրենց հարցրեք, թող իրենք պատասխանեն, տենց ավելի հետաքրքիր կլինի։ Երբ խոսում են օրինակ դատական համակարգում, երեք ես լսեցի, ես այնպես ստացվեց, որ ելույթ չկարողացա ունենալ, ինչևէ, բայց ուզում եմ ես հանգամանքը ընդգծեմ։ Այնպես էին խոսում դատական համակարգում խնդիրների մասին, կարծես Կարեն Անդրեասյանի օրինակ ելույթը իրենք չեն լսել։ Դատական համակարգի 70%-ը փոխվել է։ Այն մնացած 30%-ն է վեթինգի է ենթարկվել եւ կարծես դրա վերաբերյալ հակադարձում ես չեմ լսել։ Այսինքն ում դեմ են պայքարում։ Ումից են դժգո։ Իդեպ կրկին, երբ խոսում են օրինակ Գայք Ծառուկյանի գործի մասին եւ արդարացրած դատական ակտի մասին, դատավորի մասին, չէ։ Մի հատ օրինակ դուք կարող եք հարցնել հակակոռուպցիոն դատարանում որևէ գործերով մասնակցություն ունեցող փաստաբանի, հարցրեք, թե այդ դատավորի վարկանիշը ինչպիսին է, կամ հենց այդ դատավորը հայտնի է ինչով։ Օրինակ իշխանահաճո որոշումներ կայացնելով, թե հակառակը։ Իդեպ այդ հայտարարությունից անցել է 3-4 ամիս, այդ դատավորը շարունակում է պաշտոնավարել։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը շատ հստակ գնահատական էր տվել այդ դատավորի վերաբերյալ։ Եվ ամփոփելով մի բան էլ ասեմ, դրանից հետո եթե հարց լինի, սիրով պատասխանեմ։ Ամենակարևոր, այսպես կարմիր թելը, որը անցնում է, դա այս ծրագրի 2026-2031 տարեթվերն են։ Այս ծրագիրը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման։ Ժողովրդավարությունից ամեն օր խոսացող իշխանությունը 13 տարվա պաշտոնավարման հավակնությունն է ներկայացրել։ 13 տարի պաշտոնավարելու ծրագիրն է ներկայացրել։ Օրինակ ԱՄՆ-ի հետ երբ հարաբերությունները սերտանում են, երևի թե ԱՄՆ-ի ժողովրդավարության մոդելից ինչ որ պատկերացում գալիս է, չէ։ Պատկերացնում եք ԱՄՆ-ում 3 դար նախագահի ինստիտուտ կա,
որտեղ մեկ բացառություն է եղել 10 տարուց ավել պաշտոնավարելու, մեկ բացառություն։ Դա եղել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Այսինքն Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ով երկրորդ համաշխարհայինում հաղթանակ տարավ, ով կարողացավ հաղթահարել սոցիալ-տնտեսական ամենամեծ ճգնաժամը ԱՄՆ-ի պատմության շրջանակներում, խախտեց սահմանադրական այդ մշակույթը, որից հետո իրենք սահմանության մեջ ամրագրեցին, որ այլևս ոչ մեկ դա չկարողանա անել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, ով 8 տարվա ընթացքում 3 պարտություն է բերել, սոցիալ-տնտեսական որևէ խնդիր չի հաղթահարել, արտաքին քաղաքականության սպառնալիքներ է բերել, օկուպացիա է բերել Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս եւ դրա հաղթահարման ուղղությամբ ոչինչ չի անում, հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա միգուցե։ Այսինքն սա է ի վերջո տրամաբանությունը դառնում, որտեվ ես անկեղծ ուզում եմ հասկանամ, եթե մենք ժողովրդավարությունից ենք խոսում, ժողովրդավարության լավագույն մոդելը դեռևս ոչ մեկ դա չի երգել։ Դա ԱՄՆ-ի փորձն է։ Հիմա ԱՄՆ-ի փորձից խոսում ենք, մյուս կողմից 13 տարի պաշտոնավարման ժամկետ։ Վայր դրեք մանդատները եւ հեղափոխություն արեք, հանրապետության հրապարակը ձեզ է սպասում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հնարավորություն ունենանք, կարող ենք 2018 թվականի Նիկոլ Փաշինյանին հարց ուղենք, ինքը ինչի մանդատները չդրեց։ Ինչ որ խնդիր կար։ Չէ, բայց ինչի մանդատը վայր չէր դնում 2018 թվականին, այն որ նաև միտքը շարունակեց էլ, ես ուշադիր լսեցի այդ հատվածը, որ Գյումրիից էլ քայլելը բան իրանք բոլորը ցույց են տվել, բայց ինքը ինչի են ժամանակ մանդատը չէր դրել։ Ինչ որ մի բան կա տարբերության, ես կարող եմ ձեզ մի բան ասել, դեռևս Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել այնպիսի կառավարության ծրագիր, որը ներկայացվել է վերջին 2 օրերին, թե հայ հասարակությունը ինչ գնահատական կտա ի վերջո այս կառավարության ծրագրին, կապրենք կտեսնենք, մի բան էլ կա, Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել իշխանություն, որը պաշտոնավարի այնքան, ինչքանի հավակնությունը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, ափսոս օրինակ, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ կարող էր իր ելույթում նաև նշեր, որ 2018 թվականին մի հետաքրքիր հանգամանք էլ կար։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրություններ։ Այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չէր ստացել 50+1 քվ։ Չէր ստացել։ 2026 թվականին էլ քաղաքացիական պայմանագիրը չի ստացել 50+1 քվ։ Ձեր գործընկերներից մեկին էր իդեպ ճեպազրույցի ժամանակ ասում էր, որն է ժողովրդի լեգիտիմության քվեն, այսինքն ոնց է դա չափվում։ Ասել էր, որ դա 50+1-ն է։ Բայց երևի այդ 50+1-ը հիմա կասի դա ուրիշ բան է։ Բայց դա ամեն դեպքում է 50+1-ը իրենք չունեն։ Իրենք ժողովրդի մեծամասնության իմ համոզմունքը նա է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր խոսքը կասի։ Դեռևս միջազգային փորձը, ընդդիմությունը, ժողովուրդը միասին։ Ես կասեմ հետևյալը. ընդդիմությունը հեղափոխություն չի անում իշխանության առաջարկով։ Առնվազն նման օրակարգ մեզ հետաքրքիր չի։ Ինչքան էլ այդ առաջարկը այդքան համառորեն ներկայացնեն։ Ես մի բան էլ ասեմ, առնվազն վերջին 2 օրը մի հետաքրքիր հանգամանք էլ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը որքան էլ որ ցանկանա, բայց իր մոտ այդ բարեվարկության հետ կապված ես չեմ կարծում, չէ, իրենց ներկուսակցական կանոնագրքով նախատեսված այդ բառը, որ կարելի է միշտ կրկնել։ Չեմ կարծում։ Իդեպ ցավով եմ սա ասում, չէի ուզենա սա ասել, բայց դե իմա։ Զինված ուժերում երբես դեպքերը լինում են, ըստա եղեք, այնտեղ ոչ թե իմ բառամթերքի խնդիրն է առաջանում, այլ այն ինչը որ ասեց, որ պետք է անի ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ, այդ բառամթերքը զինված ուժերում, զորամասում դառնում է ոչ կանոնադրական հարաբերություններ պարզելու հիմք, այդ բառամթերքը։ Ես տեսել եմ իմ աչքով դպրոցականների, որոնք կրկնում էին Նիկոլ Փաշինյանի այդ բառամթերքը նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մի քանիսը դա ծիծաղելով էին ասում, մի քանիսը տենց չէին ասում։ Հիմա ինչ է փոխանցվում։ Մի հատ լսեք ընդդիմության հռետորաբանությունը ու խոսքը, հետո մի հատ նորից լսեք այսօրվա այդ բառամթերքը։ Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում ինչն է, որ մարդուն պետք է դրթի այդ բառերը ասել։ Եթե դուք տեսել եք ես երբևէ այդ բառամթերքը օգտագործեմ, ասեք, ես խնդիր չունեմ, ներողություն խնդրեմ։ Օրինակ ասեք Արամ Վարդևանյանը 2021 կամ 20 կամ 23 կամ 24 կամ 25 թվականին այսինչ արտահայտությունն արել։ Եթե ես այդ ձևի արտահայտություն
արտահայտություն արած լինեմ, ներողություն կխնդրեմ։ Բայց իդեպ մի բան է ասեմ, եթե Էդգար Ղազարյանը հիմա վարչապետի պաշտոնն զբաղեցնում, հիմա գնամ հետը խոսամ, ասեմ չի կարելի, որովհետև կարծես թե ազգային ժողովի падգամավորը եւ գործադիր իշխանության ղեկավարը սահմանադրությամբ մի քիչ կարգավիճակի տարբերություններ ունեն։ Իդեպ սահմանադրությունն էլ որ ասում ենք, մինչ օրս հələ հարց է, չէ, առաջանում։ Մենք ինչ ենք հիմա քննարկում։ Մենք չպետք է քննարկելուց լինեինք ազգային ժողովի ձևավորումը, կառավարության կառուցվածքը, իդեպ, որով իրանք պետք է իրենց ծրագիրը իրականացնեն, չէ՞, ոնց որ պետք է մեկը մյուսին հաջորդի, ոչ թե նախորդի։ Բայց դե սա է։ Անշուշտ կանենք, դեռ կարող է քաղաքացիական պայմանագիրն է, կառավարության այս ծրագիրը այս ելույթից հետո որոշում է, որ կողմ պետքա չքվեարկի։ Պետքա չէ, բացարձակ, դա խնդրում եմ դիտարկել ոչ այդ տիրույթում։ Ինչպես։ Վարչական դատարանի կողմից այն որակվեց որպես անընդունելի բառամթերք, որը պետք է հանգեցներ պատասխանատվության, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր արել։ Սա վարչական դատարանի վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է հաղորդմանը, որը ներկայացրել էի գլխավոր դատախազին, ես կարծում եմ դուք շատ մեծ դժվարությամբ, բայց կարող եք կանխատեսել, թե ինչ ելք այն ստացավ։ Այսինքն քրեական գործ իհարկե չհարուցվեց, բայց ես կարող եմ ձեզ իրավական, երբ հաստաբան էի դրա կարգավիճակից ելնելով խորհուրդ տամ։ Եթե դուք այդ բառերը կրկնեք, դուք, այն նաև դուք, ձեր դեմ քրեական վարույթ կհարուցվի։ Եվ ավելին, դուք կկալանավորվեք։ Հետևաբար, եթե դուք ՔՊ անդամ լինեք, կարողա չհարուցվի, բայց կարող։ Այ եթե վարչապետի պաշտոնն եք զբաղեցնում, հաստատ գործ չի հարուցվի, ՔՊ անդամ լինելը կարողա ձեզ օգնի, բայց կարողա։ Այսքանը։ Պարոն Քոչարյանների դեմ հարուցված, որով փաստորեն ներգրաված է նաև Սերժ Սարգսյանը։ Մամուլից եմ տեղեկացել այդքանը։ Մանրամասներին չեմ տիրապետում առնվազն կրկին, երբ կա այս ինտենսիվ խափանման միջոցների վերաբերյալ խոսակցությունը, սա հերթական անգամ խոսում է նրա մասին, որ պարզապես իրավապահ մարմինները կամ առաջնորդվում են քաղաքական հրահանգներից ելնելով, կամ պարզապես խափանման միջոց ինստիտուտը ընկալելիության խնդիր ունի մեր իրավակիրառ պրակտիկայում, որի վերաբերյալ իդեպ կարող եմ նաև հայտնել, որ կարծես արտաքին դերակատարները ևս որոշ արձանագրումներ անում են։